Ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվացել է Կրեմլամետ ապատեղեկատվական արշավը, այսպիսի հրապարակում է արել Euronews-ը։ Կուպ հաղորդումը հետաքննում է հունիսին կայանալիք խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի դեմ Ռուսաստանի լայնածավալ ապատեղեկատվական արշավի նպատակներն ու մեթոդները։ Մայիսի սկզբին հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ սա վերջին տարիների ամենախոշոր նման գործողություններից մեկն է։ Ավելի խոշոր եղել է միայն 2025 թվականին Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավը։ Հետազոտողների տվյալներով գործողությունը սկսվել է մարտի սկզբին Մատրյոշկա ցանցի շրջանակներում, որը Կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է եւ շատ ակտիվ օգտագործում է արհեստական բանականության գործիքները։ Կեղծ տեսանյութերից շատերում առաջ է քաշվում այն թեզը, թե իբր Եվրոպամետ կարգախոսներով քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև պատերազմի։ Բոտային ցանցեր հետաքննող Anti-Bot for Navalny կոլեկտիվը հայտնել է, որ հայտնաբերել են Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի կեղծ հոլովակներ։ Դրանք կրկնում են երկու առաջնորդի միջև գաղտնի գործարքի մասին կեղծ պնդումը։ Իբր Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին ընտրություններում, փոխարենը խոստանալով իր հաղթանակից հետո Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել։ Օրինակ մայիսի 11-ի կեղծ տեսանյութերից մեկում պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը Հայաստանում եւ որ վարչապետն ինքը իբր խորհրդարանի ընտրությունից հետո մտադիր է ռազմական հակամարտություն հրահրել Ռուսաստանի դեմ։ Հետազոտողները շեշտում են, որ կեղծ տեսանյութերը արշավի միայն մի մասն են։ Բոտ ցանցերը եւս ակտիվորեն կեղծ հաղորդագրություններ են տարածում սոցցանցերում, այդ թվում X-ում։ Ակնհայտորեն փորձելով խաթարել Փաշինյանի դիրքերը, նշում է Euronews-ը։ Ընդ որում նման մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Վերլուծաբանները նաև նշում են, որ չնայած որոշ հրապարակումներ տասնյակ հազարավոր դիտումներ են հավաքել, այդ ակտիվության զգալի մասը հավանաբար արհեստականորեն ուռճացված է։ Իսկ ո՞րն է ապատեղեկատվական արշավի նպատակը, Euronews-ը մեկնաբանում է։ Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում Հայաստանի եւ Եվրամիության միջև նկատելի մերձեցման ֆոնին։ Հիմնական պահերից մեկը մայիսի սկզբին կայացած ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովն էր։ Միջոցառմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան եվրոպացի առաջնորդներ, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպան ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու մտադրությունը։ Euronews-ը շարունակում է ապատեղեկատվական արշավի մեկնարկից 2 ամիս անց եւ ԵՄ Հայաստան գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում զուգահեռներ անցկացրեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջև։ Նա զգուշացրեց, որ Եվրոպական միության հետ ավելի սերտ ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կարող են հանգեցնել ուկրաինականին նման հետևանքների։ Մենք բոլորս հիմա զգում ենք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքները, որտեղից սկսվեց այս ամենը։ Ուկրաինայի անդամակցությունից, ավելի ճիշտ Եվրամիությանն անդամակցելու փորձերից։ Դա առաջին քայլն էր, ամենաառաջինը, ասել է Պուտինը։ Նրա խոսքով դրան հաջորդած քաղաքական ցնցումներն ու պատերազմն այդ կուրսի հետևանք են, որը նա անվանել է լուրջ խնդիր։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Եվրոպական միության երկրի անդամակցության գործընթացի մեկնարկին։ Նախաձեռնությունն առաջ էր տանում Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իր հերթին Մոսկվան բազմիցս մեղադրել է արևմտյան երկրներին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Դեռ հունվարին ռուսական իշխանությունները հայտարարում էին, թե Եվրոպական միությունն իբր դրդում է Հայաստանի ղեկավարությունը կեղծել խորհրդարանի ընտրությունը։ Հունվարի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Հայաստանին խոստացված ֆինանսական աջակցությունը որակել էր եւ ազնիվ խոստովանություն եւ մեղքի ընդունում։ Նման հռետորաբանություն արդեն հնչել էր Մոլդովայում կայացած վերջին ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում հաղթանակ տարան Եվրոպամետ ուժերը, հիշեցնում է Euronews-ը եւ շարունակում։ Ընտրությունների հետ կապված Մատրյոշկա արշավից բացի հետազոտողներն արձանագրել են մեկ այլ Կրեմլամետ ցանցի Storm 1516-ի գործունեությունը։ Քլեմսոնի համալսարանի Media Forensics լաբորատորիայի տվյալներով այս արշավը նույնպես ուղղված է Փաշինյանին վարկաբեկելուն։ Գերմանական BND արտաքին հետախուզությունը եւ ֆրանսիական Վիգինում գործակալությունը, որը պետական կառույց է եւ զբաղվում է ապատեղեկատվական գործողությունների մոնիտորինգով, Storm 1516-ը բնութագրում են որպես տեղեկատվական մանիպուլյացիաների ռուսական ցանց, որն օգտագործում է համակարգված արշավներ ժողովրդավարական ինստիտուտներն ապակայունացնելու համար։ Քլեմսոնի համալսարանի ուսումնասիրության համաձայն ցանցը գործում է առնվազն հունվարից։ Այն կեղծ հայտարարություններ է տարածում Փաշինյանի նախընտրական խոստումների մասին, ինչպես նաև մեղադրանքներ, թե իբր նա Եվրասիական տնտեսական միության թվայնացման համար հատկացրած միջոցներից 11 միլիոն դոլար օգտագործել է իր քարոզարշավը գաղտնի ֆինանսավորելու համար։ Քլեմսոնի համալսարանի թվային ազդեցության վերլուծաբան Էլլա Մուրի խոսքով Storm 1516-ի մեթոդները Հայաստանում ցույց են տալիս, որ ցանցը շարունակում է զարգանալ։
Մասնավորապես նրանք ընդլայնել են իրենց ինֆլուենսերների ցանցերի և կեղծ մարքեթինգային բոտերի շրջանակը, նշել է նա։ Բացի դրանից նրանք սկսել են օգտահաշիվներ օգտագործել, որոնք ներկայանում են որպես տեղական օգտատերեր, բայց կապված են կոնկրետ երկրների հետ։ Մուրը կարծում է, որ ռուսական ապատեղեկատվական արշավների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նույն պատճառներով, ինչ նրանց միջամտությունն էր Մոլդովայի և Հունգարիայի ընտրություններին, արևմտամետ քաղաքական գործիչների վարկաբեկում և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը վերականգնելու ձգտում, եզրափակում է Euronews-ը։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։